մի բան ասեմ փոքրիկ ինչ որ մի ինցիդենտ էր որը դեմ էր մեր ազգային շահին մենք ձենձնում ենք փողոց էինք դուրս գալիս աղմկում ենք աղաղակում ենք քաշքշում ենք ձերբակալում ենք եւ այլն անցավ չէ Ինչ է նկատի ունեք Ընդհանրապես փոքրիկ մի էպիզոդ այս ընթացքում ինչքան է եղել չէ հիմա արդեն էպիզոդիկ չի արդեն համակարգային վատնա գնում ազգային շահի առումով հա զիջողականությունը այս քիրվայությունը եւ այլն եւ այնպես չի որ չի զգուշացվել այսինքն բարձրաձայնվել է զանգերը խփվել են փոքրիկ էպիզոդը դարձել է այսքան եւ շարունակվում է սա էլ կդառնա այսքան հետո ոնց ենք մենք կարողանալու ոտքի կանգնել կգա այդ պահը որ արդեն հնարավոր է չի լինի հասկանում ես բանը բանից անցած կլինի իսկ հիմա շատ արագ տեմպերով այս ընթացքը վազացնելով տանում են առաջ ապալ-թապալ ինքնաթիռում գալի մի բան ստորագրում են այդ հանքերը եւ այլն տրիպի ուղի մեր միակ շանսը ազգային կոնսոլիդացիան է եւ ազգային դիմադրությունն է այս ամեն ինչին մենակ այտենց մենք կարող ենք ցանկացած խնդիր լուծել Եվ Ռուսի հարցը լուծել, եւ Եվրոպայի հարցը լուծել, եւ Ամերիկայի հարցը լուծել, հասկանում եք, բայց դա պետք է արվի, որը չի ստացվում, գնալով ավելի ուժերը մսխվում են, այն էնտուզիաստ մարդիկ էլ արդեն դադարում են պայքարից, բոլորին չի տրված երկարատև մարաթոնի մասնակցել, հասկանում ես, բոլորը չեն կարող մարաթոնի մասնակցել։ Բայց չէ, որ այսքան ասում, ներկայացնում են տարբեր ուժեր, որ թուրքականություն է գնում, տանում են դեպի թշկացում, վաղը մյուս օրը կբերեն, հետո ինչ որ անդադ հերքում են, թե ինչ ադրբեջանցիների վերադարձ չկա նման բան, բայց անընդհատ Ադրբեջանից այդ մասին հայտարարություններ ենք լսում։ Այսինքն դա չէ արդյոք այն կարմիր գիծը սահմանադրություն փոխել, անկլավներ հանձնել, ադրբեջանցիներ բերել։ Սրանք կարմիր գծեր են, որ պիտի Կարմիր գիծը անցել է Արցախը հանձնելով։ Արդեն կարմիր գիծը հատել ենք։ Կարմիր գիծը այդ ժամանակ ենք հատել։ Հատել ենք ու արդեն վաբանք ենք։